Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանրապետությունում իրականացվող մանկապարտեզների վերակառուցման հիմնանորոգման ցանկում են նաև Սևան համայնքի մանկապարտեզները։ Այս օրերին Սևանի թիվ 3 հեքիաթ եւ Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզներում իրականացվում են շինարարական աշխատանքներ եւ երկու հաստատությունների շենքերն էլ վերածվել են շինհրապարակների։ Թեև երկու մանկապարտեզներում էլ իրականացվել են հիմնանորոգման, վերանորոգման, ինչպես նաև կոսմետիկ աշխատանքներ, սակայն մանկան օջախները նորովի ու թարմ շնչով ներկայանալու անհրաժեշտությունը հասունացել էր, որն էլ իրողություն է դարձել կոնկրետ ծրագրերի տեսքով։ Հեքիաթը 6 խմբանոց մանկապարտեզ է, Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզն ունի 4 խումբ։ Շուրջ 300 սան ունեցող մանկապարտեզներում ձևավորված լավագույն ավանդույթները կրթադաստիարակչական գործընթացը կշարունակվեն հիմնանորոգված նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկություններին համապատասխան պայմաններում եւ միջավայրում։ Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի մանկապարտեզների շենքերում իրականացվում են նախատեսված աշխատանքները։ Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքն էլ հայտարարել էր մրցույթ երկու մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Շահող կազմակերպությունն արդեն իրականացնում է համապատասխան աշխատանքները։ Ամիսներ անց Սևան համայնքի բնակիչներն ու նրանց փոքրիկները կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկան օջախների հիմնանորոգված շենքեր։ Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում էլ կառուցվելու է մանկապարտեզի նոր շենք։ Սուրեն Բարսեղյան, Արմեն Ղուկասյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Գեղամուր։